Անկարան կողմ է քվեարկում Փաշինյանի վերընտրությանը։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը Փաշինյանին աջակցող հայտարարություն է արել, վստահեցնելով, թե նա վայելում է հայ հասարակության վստահությունը։ Ինչպես գիտեք, Հայաստանում հունիսի սկզբին ընտրություններ են։ Դա կարևոր քայլ է։ Մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը հանրային հարցումներով առաջատար է։ Մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերն այս հարցում։ Այս մոտեցումը պետք է պահպանվի։ Ֆիդանի այս խոսքերը ոչ թե Փաշինյանին աջակցող, այլ հասարակության մեծամասնության դիրքորոշումը պաշտպանող է համարում խորհրդարանի նախագահը։ Ու մի քանի րոպե այդ հարցով բանավիճում լրագրողի հետ։ Մենք տեսնում ենք, որ հասարակության մեջ, այսինքն Հայաստանի Հանրապետության ժողովուրդը նույն կարծիքը ունի, ինչ որ վարչապետ Փաշինյանը։ Ինչևէ, Ալեն Սիմոնյանը մյուս թեմաներին չի անցնում, մինչև շնորհակալություն չի հայտնում թուրք պաշտոնյային։ Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին եւ բոլոր այն մեր տարածաշրջանային գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի Հանրապետության, հանրության, մեծամասնության, խաղաղության գնալու եւ առևտուր անելու, ինչպես նաեւ թրիփի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին շնորհակալություն եմ հայտնում հարգելի գործընկերներ։ Խորհրդարանական ընդդիմությունը Ֆիդանի հայտարարության տողատակերում ոչ միայն հայ ժողովրդի հետ համերաշխության տարրեր չի նկատում, այլև հակառակը սպառնալիք է տեսնում ուղղված հայ ժողովրդին։ Ոնց որ արեցին 21 թվականին, որ Հայաստանում թույլ չենք տա իշխանափոխություն, նույնը անում են գրեթե հիմա։ Սաղաթելյանի համոզմամբ Ֆիդանը հստակ ասում է, որ աջակցում են Հայաստանի քաղաքական վերնախավի վարած քաղաքականությանը, իսկ դա նշանակում է, որ այն շահավետ է Թուրքիայի ու նաև Ադրբեջանի համար։ Ոչ դիվանագիտական լեզվով, եթե թարգմանանք, հետևյալն է. Նիկոլ Փաշինյանը պետք է մնա, այս գիծը պետք է շարունակվի, իսկ այս գիծը նշանակում է հերթական նոր զիջումները Թուրքիայի եւ Ալիևին։ Ալիևը Հայաստանին պարտադրում է աշխարհաքաղաքական մի կենտրոնից Թուրքիային իջեցված հրահանգները, վստահ է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Ստացվում է Հայաստանը պարբերաբար հայտնվում է առնվազն Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ազդեցության տակ։ Հայաստանը ամենայն դեպս 20 թվականից հետո, 2020 թվականից հետո իր սուվերենության աստիճանի թերևս ամենացածր աստիճանի վրա է գտնվում, այսպես ասենք, մակարդակի վրա։ Հայաստանը իմ կարծիքով ավելի շատ նման է պետության, որը որ արտաքին կառավարման տակ է գտնվում։ Գրեթե աշխարհաքաղաքական կենտրոն չի մնացել, որ Հայաստանի ներքին կյանքին միջամտած չլինի։ Գեոքաղաքական եւ ռեգիոնալ շատ քիչ կենտրոններ արդեն կան, որոնք ուղղակիորեն, այսպես ասենք, հայտարարությունների մակարդակով չեն միջամտում Հայաստանի ներքին քաղաքական կյանքին։ Ընտրությունները միջամտությունների համար պարարտ հող են։ Փաշինյանի վերընտրությամբ շահագրգռված Թուրքիան ու Ադրբեջանը չեն կարող այդ առիթը բաց թողնել։ Նիկոլ Փաշինյանի շտաբի պետի պարտականությունները ինչ որ պահի ստանձնելու է Ալիևը։ Անկարան ու Բաքուն ընտրակաշարք են բաժանում իշխող քաղաքական ուժի հաղթանակի համար, հայտարարում է իշխան Սաղաթելյանը, հիշեցնելով խաղաղության պատրանք ստեղծող Ադրբեջանի տարածքով անցած ցորենի նավթամթերքի ներմուծումները։ Որպեսզի ժողովրդին համոզեն, որ ամեն ինչ լավ է, դուք այլևս, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, ապրելու եք խաղաղ, երջանիկ։ Լիլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։